Տիկին Ավանեսյան, մենք ընդունեցինք ինչ որոշում ինչի մասին։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, մենք երեք գրավոր քվեարկությամբ հաստատեցինք ամբողջական փաթեթ օրենսդրական, որի մեջ ներառված է եղել առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը եւ հարակից օրենքների նախագծերը։ Եվ ըստ էության նախագծերը արդեն ուղարկվել են ազգային ժողով, նշեմ, որ նաև մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև մենք այս բարեփոխման վրա, պարոն վարչապետ, 3 տարի նաև ազգային ժողովի մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ ենք աշխատել եւ այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է եւ ըստ էության մենք ունենք կոնսենսուս համաձայնեցված նախագիծ, որը իհարկե ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել։ Եթե թույլ տաք ներկայացնեմ։ Հիմա կասեմ, հարգելի գործընկերներ, ուրեմն այստեղ երկու խնդիր կա, հա, այդ անհետաձգելիության հետ կապված մենք քննարկում ենք ունեցել, որ ինչքանով է ճիշտ անհետաձգելիով անել, բայց ըստ էության անհետաձգելի մասին խոսք չկա, որովհետև իրոք վերջին տարիներին մենք անընդհատ քննարկում ենք, մենակ վերջին ամիսներին, եթե ճիշտ հաշվենք 5-6 քննարկում եղել է իմ մասնակցությամբ, խորհրդանական գործընկերներին հրավիրել ենք։ Հիմա խորհրդանում կան падգամավորներ, ովքեր sense չեն մասնակցում այդ քննարկումներին։ Հիմա այդ ֆորմալ ընթացակարգերի, ոչ թե ֆորմալ ընթացակարգերի, այլ մենք մեր քաղաքական process-ները պետքա տանենք առաջ։ Հիմա նաև ուզում եմ ասել, որ այդ նկատառումով նաև ընկալում ա եղել, որ գուցե հունվարի 1-ից պետք չի ներդրել, այլ ավելի ուշ ժամկետներից, ես կողմ չեմ դրան։ Ընդ որում նկատառումն է, որ պարզ է, որ մենք բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, համակարգը ոնց կսկսի աշխատել, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս, որ ցանկացած չկա տենց պրոբլեմ, որ չգնա եւ պրոբլեմի չհանդիպի։ Բարեփոխումը մեկնարկում է այդ կետից, երբ որ ինքը իրական կյանքում գնում իր պրոբլեմին հանդիպում է։ Եկեք այդ հույսերը չունենանք, որ մեկ էլ մենք այնպիսի մի բան ենք անելու, որը տենց առաջին վարքյաններից նենց սահուն ամեն ինչ գնալու է, որ մենք դա չենք նկատելու։ Չի լինում տենց բան, բնության մեջ ուղղակի այդպիսի բան չի լինում։ Հետևաբար մենք առանց այն էլ հետաձգել ենք, ճիշտ է։ Մենք ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պետք է ընդունեինք, բայց ամեն անգամ այդ մտավախության պատճառով, որ վայ, այսինքն եւ այո, այդ փաստի բերումով անհետաձգելի է, որովհետեւ առնվազն իմ հիշելով 2 անգամ մենք հետաձգել ենք, այսինքն որոշում ենք ունեցել 2025-ի հունվարի 1-ից դա անել, հետաձգել ենք, որոշում ենք ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ից դա անենք, հետաձգել ենք եւ դրա համար է դառել անհետաձգելի, ել չենք կարա հետաձգենք։ Եվ ես ուզում եմ, որ մենք անընդհատ բան ենք անում, սովորաբար ինչ ենք անում։ Սովորաբար խոսում ենք եւ դա ինչ որ առումով բնական է, խոսում ենք համակարգի առավելությունների մասին, հետո կյանքում ի հայտ են գալիս խնդիրները։ Եկեք առավելությունները պարզ են, ես գլխից խոսենք խնդիրների մասին, առավելությունները իրանք ցույց կտան։ Որտեւ էլ եմ ասում, շատ պարզ բաներ կա, շատ կարևոր է միջև մի էլի որոշ խոսույթներում կա առողջության համապարփակ ապահովագրություն։ Ապահովագրությունը համապարփակ չի, այսինքն չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը։ Ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն ներառելու է բոլորին, բայց հունվարի 1-ից էլի բոլորին չի ներառելու։ Սա ընդհանրապես առաջին փուլն է, եւ հունվարի 1-ից էլ ում ներառեց, էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չի, որ ծածկելու է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվելու, նաև քաղաքացիներին հնարավորություն տալով, որ իրենք որոշակի նաև ճկունություններ ցուցաբերեն,
որովհետեւ էտել է կյանքից վերցրած, որովհետեւ մարդը ասում է, որ օրինակ պետությունը ինձ տալիս է դեղ։ Ես այդ դեղը չեմ ուզում, չեմ օգտագործում, այլ գնում եմ ուրիշ դեղ, որովհետեւ ես դա եմ ուզում։ Մենք ասում ենք շատ լավ, այն պետության որոշված դեղի կամ հիմա երևի մի քիչ ավելի շատ գումարը կտանք ձեզ, դուք ուզում եք ուրիշ դեղ ունեք հնարավորություն կամ ցանկություն ավելացրեք ձեր կողմից եւ գնացեք վերցրեք այդ դեղը։ Մենք քաղաքացիներին բոլորին նույն վերաբերմունք ենք ցուցաբերում, ասում ենք մենք այդ դեղի համար տալիս ենք այսքան փող։ Այդ դեղը կա, դրանից ավելի էժան դեղեր կան, դրանից ավելի թանկ դեղեր կան, ով որը ուզում է նախընտրում է, չնայած կարող է սխալ բան ասցի, էժանի պահը երևի սխալ ասցի, հա։ Դրանից վերև։ Պարոն վարչապետ, մենք ցանկնել ունենք ամեն դեղի համար փոխհատուցման միջին գին ենք հաշվել եւ այդքան ենք փոխհատուցելու։ Եվ ձեր ասած տարբերակով մենք դեղանյութն ենք, չէ՞։ Այո, Մենք ոչ թե դեղի ֆիրման ենք, ասում ենք, այսինչ բրենդի դեղը, մենք դեղանյութը, որովհետեւ ասենք օրինակ կա անալգին, կա 100 ֆիրմա արտադրում է անալգին։ Մենք անալգին դեղանյութն ենք ֆինանսավորում եւ ոչ թե ասենք արտադրության երկիրը, կա դանիական, կա գերմանական, կա հնդկական, կա հայկական եւ այլն եւ այլն։ Մենք արտադրողի հետ չենք կա, մենք դեղանյութը, որովհետեւ բնության մեջ սկզբունքորեն անալգին է։ Ինչպես թթվածինը, ջրածինը, չնայած չգիտեմ, երևի ինչ որ նրբություններ կան։ Քիմիական անվանումն է, այո, շատ ճիշտ եք ասում, եւ մենք առաջնորդվում ենք քիմիական անվանումներով, բայց մենք նաեւ հաշվարկ ենք արել, բոլոր հնարավոր Հայաստանում բրենդային անուններն էլ ենք ցանկավորել, եւ ինչպես ասացիք, մեր փոխհատուցման գնից ավել արժեցող դեղերը քաղաքացին եւս կարողանալու է ձեռք բերել համավճար իրականացնելով։ Շատ լավ Տիկին Ավանեսյան, հունվարի 1-ն է, նոր տարի է, մարդիկ դիմավորել են նոր տարին եւ վատ են զգացել։ Ինչ է փոխվելու նախորդ տարվա հունվարի 2-ի կամ 3-ի կամ 4-ի համեմատ այս տարի։